թատ խոսում են մարտի 1-ի մասին 2008 թվականի։ Ոչ, ձեր հատվածը կա եւ կա նաեւ մնացյալ հատվածը, որ ձեր խմբակցությանը եւս վերաբերվում է։ Եվ դուք, պարոն Օհանյան, ձեր այս ամբիոնին հարվածելով եւս մեկ անգամ ցույց տվեցիք ձեր քաղաքական ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա։ Եվ սա է ձեր պահվածքի քաղաքական գնահատականը։ Եվ դուք ոչ միայն խփում եք, պատեհ պահին դուք նաև լքում եք դաշտը։ Ինչպես որ այժմ դուք դա արեցիք։ Եվ երեք Սերյան Օհանյանի պահվածքը ամենապերճախոս պատասխանն էր իրենց իսկ խմբակցության այն պատգամավորների դժգոհությունների, թե ինչու է ուժեղացվել ազգային ժողովի անվտանգությունը, որովհետև այստեղ մարդիկ, մասնավորապես խմբակցության ղեկավարը խրամատավորվել է եւ խփում է ժողովրդի այս ժողովրդավարության ամբիոնին։ Եվ եթե ինչպես պարոն Քոչարյանը դիպուկ շեշտեց, շշի փոխարեն օրինակ ատրճանակ լիներ, մենք ինչի էինք լինելու ականատես։ Ես չեմ կարող չանդրադառնալ օգոստոսի 2-ից սկիզբ առած այս դահլիճում մի քննարկման եւ չփորձել համապարփակ պատասխան տալ ընդդիմադիր խմբակցությունների այն հնչող մեղադրանքներին, որոնք համփոփված են հիմնականում հետևյալ մեղադրանքների մեջ։ Ասում են, դուք դավաճան եք, դուք հողատու եք, դուք կապիտուլյանտ եք։ Հիմա ես, հարգելի գործընկերներ, Հայաստան դաշինքի, որոնք այստեղ չեն, եւ պատիվ ունեմ դաշինքի, թույլ տվեք հիմնավորել, թե ինչպես եք դուք հողատու, դավաճան եւ կապիտուլյանտ։ Նախ, հարգելի գործընկերներ, 20 տարի շարունակ ձեր իշխանության ներկայացուցիչները, ձեր ղեկավարները գնացել են միջնորդներին, միջազգային հանրությանը, Ադրբեջանին խոստացել են, որ տալու են հողերը, եկել են Հայաստանում, ասել են ոչ մի թիզ հող։ Եվ սրանով ձեր ղեկավարները 20 տարի Հայաստանը ներքաշել են մի մեծ աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ։ Եվ սեփական քաղաքականությունը թե ներսում եւ թե դրսում կառուցել են ստի վրա։ Եվ ես փորձում եի հասկանալ, լավ, ո՞րն է եղել մոտիվը սրա։ Ինչու են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ խաբել ոչ միայն սեփական ժողովրդին, այլև միջազգային հանրությանը։ Եվ ես հասկացա շատ պարզ բացատրությունը սեփական իշխանության պահպանման համար։ Ինչու՞։ Որովհետև եթե նրանք գնային եւ միջազգային հանրությանը, միջնորդներին ու Ադրբեջանին ասեին մենք հողերը չենք տալու, ապա Ադրբեջանը կսկսեր պատերազմ եւ դրա հետևանքով դուք կկորցնեիք իշխանությունը։ Եթե դուք գայիք Հայաստան եւ ժողովրդին ասեիք, սիրելի ժողովուրդ, մենք հողերը տալու ենք, ժողովուրդը ոտքի կկանգներ եւ դուք նորից կկորցնեիք իշխանությունը։ Հետևաբար ձեր իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ներքաշել են աշխարհաքաղաքական մի մեծ ավանտյուրայի մեջ սեփական իշխանությունը երկարաձգելու համար եւ արդյունքում զրկվել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լեգիտիմությունից։ Դավաճանություն է արդյոք սա։ Այո, դավաճանություն է, որովհետև այս 20-ամյա դավաճանությունը պիտի մի օր պայթեր, այս աշխարհաքաղաքական ավանտյուրան պիտի պայթեր եւ այն պայթեց 2020 թվականին։ Հաջորդը հողատու։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ որ Սերժ Սարգսյանը իր արտաքին այցերից մեկից վերադառնում էր, պարոն Վանեցյանն ասում է, որ իրեն ցույց չտան, բայց ձեր հետ կարծում եմ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն կապ ունի ձեր խմբակցության հետ։ Բայց ի պատիվ ձեզ, պարոն Վանեցյան, դուք գոնե կարողացաք մնալ եւ լսել ինձ։ Երբ Սերժ Սարգսյանը վերադառնում էր Հայաստան, ինքնաթիռի մեջ մի հարցազրույց տվեց, եւ այդ հարցազրույցում նա ուղղակիորեն ասաց հետեւյալը. նա ասաց այդ 800 հեկտար տարածքը, որը մենք կորցրել ենք ապրիլյան պատերազմի արդյունքում, ռազմավարական եւ մարտավարական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի։ Այսինքն Սերժ Սարգսյանն ասաց, հարգելի գործընկերներ, որ նաև ձեր կողմից մատնանշվող հայրենիքի
800 հեկտար տարածքը մարտավարական եւ ռազմավարական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի։ Փաստորեն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայրենիքի ինչ որ մի տարածք նշանակություն չունի, որը նշանակում է, որ հիպոթետիկ հայրենիքը նշանակություն չունի։ Եվ այդ ժամանակ իդեպ Գեղամ Մանուկյանը, որ հիմա այստեղ չէր, ծիրատոչոր հայացքով այդ ինքնաթիռում որպես լրագրող նայում էր Սերժ Սարգսյանի ճակատին, եւ ես մտածում եմ նա գուցե այդ պահին դաշնակցական երգ կերգեր ի պատասխան նրա որ հայրենիքը մարտավարական եւ ռազմավարական նշանակություն չունի, բայց Գեղամ Մանուկյանը պարզապես ակնոցը ուղղեց եւ շարունակեց ուշադիր լսել Սերժ Սարգսյանին։ Ինչ է արել Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ։ Նա փաստացի արձանագրել է, որ հայրենիքը ռազմավարական եւ մարտավարական նշանակություն չունեն։ Հետևաբար հողատու է արդյոք Սերժ Սարգսյանը։ Այո, հողատու է Սերժ Սարգսյանը։ Ավելին Սերժ Սարգսյանը նաև դրանով ուղերձ է հղել Ադրբեջանին, որ դուք փաստորեն կարող եք հետագայում եւս ուժի կիրառմամբ գրավել տարածքներ եւ դա կարող է դիտարկվել մարտավարական կամ ռազմավարական իմաստով ոչ կարևոր։ Հաջորդը կապիտուլյանտի մասին։ Դուք ասում եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիոն ակտ է։ Դուք այդ համաձայնագրին օժտում եք վատ փաստաթղթի ամենագերադրական աստիճանով, որը նշանակում է, որ դուք ոչ մի կոմպրոմիս չեք կարող ունենալ այդ փաստաթղթի հետ։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ դուք պիտի պատեհ պահի հրաժարվեք այդ փաստաթղթից։ Հետ կանչեք Հայաստանի ստորագրությունը, դուրս գաք այդ փաստաթղթից, բայց մենք ձեզ հարցնում ենք եւ նաեւ քարոզարշավի ժամանակ արդյոք դուք պատրաստվում եք հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից եւ դուք ասում եք, որ ոչ, չեք պատրաստվում հրաժարվել այդ ձեր իսկ բնորոշմամբ կապիտուլյացիոն ակտից։ Սա նշանակում է, որ դուք շարունակելու եք ձեր իսկ բնորոշմամբ այդ կապիտուլյացիան, դուք տեր եք կանգնելու այդ ձեր իսկ բնորոշած կապիտուլյացիային, ինչը նշանակում է, որ դուք կապիտուլյանտ եք։ Բայց ավելին, դուք երեսպաշտ կապիտուլյանտ եք, որովհետև դուք ցանկանում եք այդ կապիտուլյացիոն ակտը ձեր կարծիքով օգտագործել իշխանությունը բռնազավթելու համար, հետո շարունակել սիրուն սպասարկել այդ փաստաթուղթը։ Միով բանիվ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմ դաշինքը եւ այն ձեզ սպասարկող քաղաքական ուժի ամբողջ համախումբը դավաճան է, կապիտուլյանտ է եւ հողատու է։ Սա է ձեր այդ մեղադրանքների հիմնավոր պատասխանը ուղղված ձեզ հարգելի գործընկերներ։ Ես հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ որ դուք նման մեղադրանքներ կհնչեցնեք, կմտածեք նաեւ սրանց մասին։ Ես հիմա ներողություն եմ խնդրում կավարտեմ։ Կառավարության ծրագրի մասով երկու վճռորոշ բաղադրիչներ կան, որոնց մասին խոսեց նաեւ վարչապետը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ մենք ժողովրդի առջեւ ստանձնել ենք երկու այսպես վճռական պատասխանատվություն։ Առաջինը իրավունքի եւ օրենքի դիկտատուրա Հայաստանի ներսում, երկրորդը Հայաստանի շուրջ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։ Եվ մենք, այո, շարունակելու ենք մեր այս հանձնառությունը եւ մենք պատվով կատարելու ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը։